Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ ԱԺ պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է առանց նախապայմանի քննարկել վարչապետի թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա շեշտել է, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության հասնելը։ Այս պահին վարչապետի թեկնածու դեռ չունեն։ Հայտարարությանն արձագանքել է Ալեն Սիմոնյանը։ Հայտարարության մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք ստորագրել և քննարկել և ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, ինչպես նշված է հայտարարության մեջ, որ նամակի մեջ, ավելի կոնկրետ, ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը թեկնածություն չունի։ Սա միակ խնդիրն է, որը մեզ, այսպես ասած, այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնացնում է։ Բա ինչ ենք անելու, բա ինչ ենք քաշվանք, բա քաշվանք, բա հիմա ինչ ենք անելու։ Իդեպ 5 պատգամավոր արդեն պատիվ ունեմից գործընթացը աննախադեպ մի բան, աննախադեպ մի դամ 4 տարի անց իմպիչմենտ դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ դաշինքը չէի սպասում, անկեղծ շատ աննախադեպ։ Լրագրողներն ակցիային անցկացրել ազգային ժողովում ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի։ Լրագրողների հետ շատ զգույշ, ասա ներողություն պաստառներով։ Նշեմ, որ ԱԺ նիստերի օրակարգում էր նաև ընդդիմադիր Հայաստան և պատիվ ունեմ խմբակցությունների կողմից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Կողմ է քվեարկել 28 պատգամավոր դեմ 47-ը, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր։ Այսպիսով Քոչարյանի վարքագիծը քննարկելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվի։ Հիշեցնենք, Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրողին։ Լրագրողը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով ԱԺ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց քննարկելու ԿՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։ ԱԺ Հայաստան և պատիվ ունեմ խմբակցությունները ընդառաջելով դիմումին շրջանառության մեջ էին դրել նախագիծը։ Հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է աստվածաշունչ ընթերցել և սաղմոսներ անգիր անել, պարզապես հիշեցման կարգով սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու և դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն։ Սա առաջինը չի, սա երկրորդը։ Չեք պատասխանում։ Ձեր սիրելիսը հոգևորականը խնդրել է։ Գյումրիի ավագանում մեր քաղաքը խմբակցության անդամ Կարեն Բադալյանը փոշմանել է։ Բանն այն է, որ նա դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ, բայց 2 օր անց նա դիմում է ներկայացրել, որով առաջարկել է անտեսել նախորդ դիմումը։ Միաժամանակ նշել է, որ ուզում է դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մինչև այսօր Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, չեն կարողանում հասկանալ որն է պատճառը։ Երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաև դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը։ Իմ գնահատմամբ, այս պայմանությամբ այո կա խնդիր, այո կա այդ մարդու հետ կապված խնդիր, որը ինձ հետ անձամբ խոսելու արդյունքում ինքը համոզել է, որ դուրս գա չի ուզում, պետք չի։ Հիմա ես կարող եմ վերլուծություն անել, այս ամեն ինչից հետևություն անել, որ նմանատիպ process է իրականացվում Գյումրի քաղաքում, ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում
եղածը եւ այս ամեն ինչը ես կարծում եմ դրա հետևանքներն է։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայաստան Եվրոմիություն համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրի իրականացման ընթացքի եւ գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Փոխվարչապետը ներկայացրել է կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, նաեւ մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Քննարկվել են համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, որպես համագործակցության առանցքային օրինակներ, ներկայացվել են արդարադատության բարեփոխումների օրակարգի առաջխաղացումը, հանրային կառավարման ոլորտում գործիքակազմի արդիականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի եւ թվային լուծումների ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Վարչապետն այցելել է Առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որը արդիականացվել է կառավարության 2021-ից 2026 թվականների գործունեության միջոցառումների շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Ավարտվել եւ վերազինվել է 3 մասնաշենք, ինչպես նաեւ արևային ֆոտովոլտային կայանը։ Տեխնիկական հագեցումն իրականացվել է Անձնավոր հիմնադրամի կողմից։ Առաջին հոգեբուժական մասնաշենքի խոհանոցի վերազինման եւ կահավորման համար հիմնադրամը նվիրատվության կարգով տրամադրել է 131 միլիոն դրամ։ Հայաստանն ու Հունաստանը պաշտպանական ոլորտում գործունեության հարցեր են քննարկել։ Այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենիդիասի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման եւ այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Շուկայականին մոտարկված արժեքը 37 միլիոն 554 հազար դրամ, Facebook-ում գրել է վարչապետը։ Բացահայտվել են Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի հայ-անտառ ՊՕԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ անտառատնտեսություններից մեկի տնօրենը 2024 թվականի հունիսի 10-ից սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում համաձայնություն է ձեռք բերել 5 անտառապետերի հետ իրենց ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի շարք անձանց օգտին թողտվություն դրսևորելու եւ ապօրինի այլ գործողությունների համար կաշառք ստանալու վերաբերյալ։ Ստացել են մոտ 1.5 միլիոն դրամ, որի դիմաց թույլատրել են տվյալ անտառատնտեսության տարածքից առանց որևէ խոչընդոտի իրականացնել ապօրինի, այդ թվում անտառահատման տոմսերում նշված քանակները գերազանցող ծառահատումներ։ Անտառատնտեսության տնօրենին եւ 5 անտառապետերին մեղադրանք է ներկայացվել։ 6 պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը եւ տնային կալանքը։ Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մեկ օրում բացահայտվել է 173 հանցագործություն։ Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է օպերատիվ վիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում։ Բացահայտվել են վարժական հավաքից խուսափելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, մարմնական վնաս պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, խարդախության, գողության, գույքի հափշտակման, կաշառակերության, անօրինական միգրացիայի կազմակերպման եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Միջազգային թեմաները հետևեք տեսաշարով։
Հանգստյան օրերին լավ քննարկումներ են ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցով։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ պատերազմող կողմերի միջև ատելությունը բավականին մեծ է։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Կիևը պատրաստ է համաձայնության հասնել, Մոսկվան եւս հաշվի առնելով նավթի գների անկումը։ Թրամփը նաեւ մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ երրորդյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Կարծես դա այդքան էլ շատ չէ, բայց չպետք է մոռանալ, թե ինչ վիճակ է եղել նախկինում։ Հուսանք, որ ինչ-որ բան կստացվի, նշել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տանն ունեցած ելույթում Թրամփը նաև հայտարարել է, որ շատերը գիտեն, թե ով է պայթեցրել հյուսիսային հոսք գազատարը։ Նրա խոսքով Ռուսաստանը կապ չունի տեղի ունեցածի հետ։ Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ Ալ-Շարան առաջին եվրոպական ուղղությունը կկատարի Ֆրանսիա։ Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի։ Հանդիպման ընթացքում Մակրոնը կընդգծի իր պահանջները սիրիական կառավարությանը, առաջին հերթին տարածաշրջանի կայունացման, այդ թվում Լիբանանի եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է դեպի Թուրքիա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, որը պաշտոնական այցով Բաքու էր ժամանել երեկ։ Բելարուսի կառավարության ղեկավարը մասնակցել է Բելարուսա-ադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 10-ից 11-ը։ Այդ մասին լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա նշել է, որ կողմերը որոշակի առաջընթաց են գրանցում եւ հույս հայտնել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Ուիթքոֆի խոսքով նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, ուստի Վաշինգտոնը շարունակում է գործադրել անհրաժեշտ ջանքերը բանակցությունները շարունակելու համար։ Ուկրաինական ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքեր են արձակել Ռուսաստանի 11 մարզերի ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խոցվել է 105 ԱԹՍ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։ Անօդաչուների բեկորներն ընկել են Մոսկվայի Կաշիրսկի մայրուղու վրա։ Տուժածներ չկան։ Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը վկայակոչելով ուկրաինական իշխանություններին հաղորդում է, որ Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է տեղի 29-ամյա բնակիչ, եւս մեկ 19-ամյա երիտասարդ վիրավորվել է։ Բացի այդ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, մասնավոր բնակելի տներ, ուսումնական հաստատություն, պահեստներ եւ մեքենաներ։ Իսկ Խարկովում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժել է 4 մարդ, այրվել է շուրջ 100 առևտրային օբյեկտ։ Վնասվել են բազմաբնակարան շենք, արտադրական շենք եւ մեքենաներ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չնայած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռուսաստանի Դաշնության մարզերի վրա գիշերն իրականացված հարձակմանը, Ռուսաստանի կողմից հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը մնում է ուժի մեջ։ Պակիստանը մայիսի 5-ին երկրորդ թրթիռային փորձարկումն է անցկացրել վերջին 3 օրվա ընթացքում, իսկ Հնդկաստանը մի քանի նահանգների հրահանգել է անվտանգության վարժանքներ անցկացնել Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու երկրների միջև ստեղծված լարվածության ֆոնին։ Վարժանքները կներառեն օդային տագնապի շչակներ, տարհանման պլաններ եւ մարդկանց նախապատրաստում հնարավոր հարձակմանը արձագանքելուն։ Իր հերթին Պակիստանի բանակը մայիսի 5-ին Ֆաթահ շարքի 120 կիլոմետր հեռահարությամբ ցամաք հրթիռ է փորձարկել։ Դրանից 2 օր առաջ երկիրը փորձարկել էր Աբդալի ցամաք բալիստիկ հրթիռը 450 կիլոմետր հեռահարությամբ։ Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ ներկայում Հնդկաստանի հետ որևէ կապուղի չի գործում։ Երկու միջուկային տերությունների միջև հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ զոհվել էր։ Ահաբեկիչները թիրախավորել էին հինդու զբոսաշրջիկներին։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանը ներգրավված լինելու մեջ։ Այրել են Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան, որը կայանված էր տան բակում։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքյասյանը Facebook-ում ուղիղ եթերում հայտնել է, որ Ստեփանյանը որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի, իսկ արթնացել է մեքենային հարվածելու աղմուկից։ Խնդրեմ, մեքենայի վիճակը տեսեք,
Բենզինի հոտը վառ արտահայտված է։ Տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանները, տարածքը սահմանազատել են։ Մենք Գևորգ Ստեփանյանի տեղեկացմամբ ժամանեցինք այստեղ ու անտանելի կերպով գալիս է մեքենայից բենզինի հոտը, Գևորգը մեզ պատմեց, որ արթնացել են մեքենային հարվածի աղմուկից, փաստորեն ապակին ջարդել են և այրվող բենզինը նետել են, այրվող շիշը կամ այրվող բենզինը, չգիտեմ, նետել են մեքենայի մեջ և մեքենան, այսպես ասենք, մեքենան ներքին խցիկի հատվածը այրվել է։ Երևանը պատրաստվում է պատմական իրադարձության։ Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանը մնացել է ընդամենը 1 օր։ Մայիսի 7-ից 11-ը մեր երկիրը կհյուրընկալի 50-ից ավելի երկրից մոտ 1000 մարզիկի և պատվիրակի։ Առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հերթական խոշոր միջոցառման անցկացումը կնպաստի աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը։ Նախապատրաստական աշխատանքները ընթացել են մեծ թափով, ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի հոբելյանական առաջնության անցկացման համար։ Առանձնահատուկ ձևով ուզում եմ ընդգծել, որ իսկապես Հայաստանի մարզական պատմության մեջ պահն իսկապես պատմական է, կարատեի պատմության գծով 60-րդ հոբելյանական առաջնությունն է Եվրոպայի և մենք ընդունել ենք մայրցամաքի շուրջ 1000 մարզիկներ, մոտավորապես 50 և ավելի երկրներից ֆեդերացիայի անդամներ, նախագահներ, բարձրաստիճան հյուրեր, մարզիկներ, դեսպաններ, որն ինչ խոսք պարտավորեցնող է մեր երկրի համար, հյուրընկալության համար և բոլոր առումներով պատրաստ ենք արդարացնել նրանց սպասելիքները։ Զուգահեռաբար ես ուզում եմ առանձնակի ընդգծել, որ մեր ռազմավարության մեջ առանձնահատուկ ընդգծված է կազմակերպել Եվրոպայի և աշխարհի առաջնությունները Հայաստանում, հյուրընկալել երկրներին, որոնք որ միանշանակ նպաստելու են և լրացուցիչ խթան են հանդիսանալու սպորտի զարգացման և մասսայականացման համար։ Ես շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ ֆեդերացիային, շնորհակալություն եմ հայտնում նորից մեր միջազգային գործընկերներին և ուզում եմ հավելեմ, որ բոլոր առումներով պետությունը կանգնած է սպորտի զարգացման համար, սպորտի մասսայականացման համար և ընդհանուր առմամբ մրցաշարն անց է կացվում պետության աջակցության ներքո։ 50-ից ավել երկիր, 1000-ից ավել ընդհանուր մասնակից, սա աննախադեպ քանակ է հայկական սպորտի համար և ուզում եմ հաջողություն մաղթել մեր բոլոր մասնակիցներին և ուզում եմ նաև հիշեցնել, որ այսօր անցկացվելու է Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որտեղ ընտրվելու է նոր ղեկավար կազմը գործադիր կոմիտեի։ Արդեն օրեր շարունակ առատեղումները ողողում են երևանյան փողոցները։ Հեղեղումների պատճառով 3 արտակարգ իրավիճակ էր ստեղծվել մայրաքաղաքի մի շարք հատվածներում։ Փողոցները դժվար անցանելի են եղել ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար։ Թեմայի շուրջ վերլուծություն է ներկայացրել Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, բարի կիսաանձրևոտ երեկո հարգելի բարեկամներ, այն որ ժամանակին Մեծընդհամանյան իր երևանյան գծագրերում ներշնչվել է Վենետիկից գաղտնիք չէ, բայց որ մեր օրերում անգամ ոչ էական անձրևից հետո երևանյան փողոցները վերածվում են իրական Վենետիկի, դա արդեն իրապես ֆուտուրիստական է։ Մի կողմ թողնելով հեգնանքը, եկեք իրապես հասկանանք, թե ինչու այդպես, ինչն է պատճառը, ինչու անգամ ոչ էական տեղումներից հետո մեր քաղաքի որոշ փողոցներ հեղեղվում են և դառնում անանցանելի։ Չէ, կներեք, ավելի ճիշտ անցնել հնարավոր է, բայց նավակով կամ վենետիկյան գանդոլաներով։
Հետաքրքրականը նաև գիտեք որն է, որ արդեն քանի տարի այս վիճակն է։ Ամեն անգամ տարվա այս եղանակներին, անձրևներից հետո համացանցը ողողվում է զանազան տեսանյութերով, որոնք գուցե ոմանց համար զավեշտալի են, բայց իրականում այս ամենը ողբերգական է։ Մենք խոսում ենք հետպատերազմյան վիճակից, չոր ռազմավարությունից, ազգային անվտանգությունից ենք խոսում, բայց սա ազգային անվտանգության հարց չէ արդյոք։ Երբ անձրևից հետո մայրաքաղաքդ կատվածահար է լինում կենտրոնում եւ ոչ միայն, սա ազգային անվտանգության հարց չէ միթե։ Ինչ Պարիսպ, իրանցի հարցեր, խաղաղության խաչմերուկ, դուք մեր խաչմերուկները անձրևից հետո տեսել եք, նորից եմ ասում, սա իրապես տարիներով հասունացած հարց է։ Ասում ենք, խոսում ենք, ծիծաղում ենք, բարկանում ենք, անցնում գնում եւ մյուս տարի կրկին նույն վիճակին ենք առնում։ Քանզի դեռ քաղաքում տեղումները իրապես շարունակվում են, հիմա էլ է անձրև գալիս Երևանում, կարծում եմ լավ կլինի խոսենք վերջին դեպքի մասին, խնդրեմ։ Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։ Արդեն փրկարարներն են գալիս օգնության մարդկանց եւ դուրս բերում իրենց էլ մեքենաների հետ միասին։ Մենք ոչ տրոպիկական երկրներում ենք ապրում, ոչ Մադագասկարում ենք, ոչ էլ ամազոնյան ջունգլիներում, բայց խնդիրը կարծես շարունակում է մնալ նույնը։ Այդ ինչ անձրև է գալիս, որ մարդկանց պիտի փրկարարները գան փրկեն։ Խնդրեմ, մայիսի 5-ին ժամը 17:56-ին անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ բազում ահազանգեր են հնչել, դեպքի վայր են ժամանել փրկարարները, նրանք իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել են ջրահեռացման եւ խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Դե փրկարարներին իհարկե մեծագույն շնորհակալություն, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ ասում են փրկարարները անձրևատարերի մաքրման աշխատանքներ են իրականացրել։ Ընկերներ, օրեր առաջ հայտնել էին, չէ, որ տեղումներ են լինելու, ուժգին տեղումներ են գալու։ Միթե ամեն տարի նույն հատվածում այդ ջրեղեղներից հետո չի կարելի մի քանի օր առաջ պատրաստվել, որ մի քանի կաթիլ անձրև կա նույն վիճակի մեջ չհայտնվենք։ Ես իմ աչքով եմ տեսել Կիևյան եւ Հալաբյան փողոցներում այդ սելաֆատարերը իրոք մաքրել են, մեջի տերևները, կեղտը, հողը ինչ որ կար, խցանված, այդ ամենը մաքրել են, լցրել են կողքը, որ իբր աղբի մեքենան կհավաքի տանի, բայց մինչ աղբի մեքենան մի 2-3 օր անց եկել, այդ հողը, կեղտը, տերևները նույն ձև լցվել են սելաֆատարի մեջ, արդյունքում կրկին խցանել, ու այդպես համատարած, չէ, առաջին անգամը չէ, որ մենք խոսում ենք կազմակերպչական ճգնաժամի մասին, բայց ամոթալի է, որ երկրի մայրաքաղաքը, որը մեծ հաշվով չոր կլիմայում է գտնվում, կատվածահար է լինում ամեն անձրևից հետո։ Ես համացանցում որոնումների արդյունքում գտա բնապահպան Կարինե Դանելյանի դեռ 2017 թվականի հարցազրույցից մի հատված, որը եւ ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը, որտեղ բնապահպանը առանցքային սխալներից մեկը համարում էր, գիտեք որը, գետարի փակումը, այդ փոքրիկ գետի փակումը կենտրոնական հատվածներում եւ ոչ միայն, որը եւ հանգեցնելու էր այս հեղեղումների։ Մի հատված Տիկին Դանելյանի հարցազրույցից։ Քաղաքի սելաֆատարը, գետարը փակել ենք։ Սելաֆաընդունիչները քաղաքի հյուսիսային հատվածում կառուցապատել ենք, դրենաժային համակարգը խախտել ենք դարձյալ կառուցապատումներով եւ բացարձակ հաշվի չենք առել, որ կլիմայի փոփոխություններ են տեղի ունենում։ Էքստրեմալ երևույթները գնալով շատանալու են, մենք պետք է ադապտացվեինք, մենք ամեն ինչ հակառակ ենք արել։ Խոսում ես, մեզ ասում են ձայնդ կտրի, մեզ մի խանգարի։ Մենք ոչ չենք կարող գնալ գետարի կառույցները, ռեստորանները պայթեցնել։ Հենց սկսել են կառուցապատել, մենք բողոքել ենք, ցույցեր ենք արել, գնացել ենք կառավարություն, քաղաքապետարան, մեզ ասել են իզուր տեղը աղմուկ եք հանում։ Մենք ամեն ինչ հաշվարկել ենք, հաշվի ենք առել։ Դե ինչ, այս տողերը հնչել են առնվազն 8 տարի առաջ, բայց Երևանում հեղեղումների թիվը ավելանում ու ավելանում է։ Իդեպ մենք հաճախ ենք ականատես լինում այդպիսի դեպքերի, երբ բնապահպանները ահազանգում են, զգուշացնում, իսկ չինովնիկները իշխանությունը որպես կանոն ականջալուր չի լինում, կարծելով, որ ամեն ինչ ճիշտ է եւ ամեն ինչ հաշվարկած։ Բայց արիուտես, որ պատկերը բոլորովին այլ է։ Տեսեք, տարիները անցնում են, մարդիկ եւս, Կարինե Դանելյանը եւս չկա, բայց խնդիրը շարունակում է ապրել ու ավելի էական դառնալ։
Հիմա ասացեք ինձ խնդրեմ, հարգելի բարեկամներ, ով էր ճիշտ այս պատմության մեջ, բնապահպանները, ովքեր ահազանգում էին, թե պատկան մարմինները, ովքեր հայտարարում էին, որ ամեն բան հաշվարկված է։ Մտածեք այս ուղղությամբ։ Եվ վերջապես եղանակի մասին, վաղը տեղումները կդադարեն, մայիսի 7-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 7 նիշով։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։